Նշանային 3 իրադարձություն կարող ենք առանձնացնել, որոնցից ամենագլխավորը իհարկե Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն են, ոչ միայն խաղաղության գործարքը Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգների ուղղակի միջնորդությամբ, այլև հայ-ամերիկյան երկկողմ պայմանավորվածությունները, հռչակագրերը, որոնք արդեն աշխատանքային շատ կարևոր փուլում են եւ հույս ունեմ, որ շատ արագ մենք պայմանագրային տեսք կտանք այդ հռչակագրերին։ Երկրորդ կարծում եմ վարչապետի այցն է Թուրքիա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար դա առանցքային նշանակություն ունեցավ եւ պիտի ասեմ, որ ընդհանրապես նաեւ խաղաղության գործընթացի համար, տարածաշրջանի համար ունի ֆունդամենտալ նշանակություն եւ որը, ինչպես դուք նշեցիք ձեր հարցադրման մեջ, շատ կարեւոր հետևանք է ունենալու շատ մոտ ապագայում նախորդին Էրդողանը նաեւ դրա մասին խոսեց, ասաց, որ առաջիկայում սիմվոլիկ քայլեր են լինելու հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ դրանք նշանավորվելու են շատ կարեւոր ձեռքբերումներով, նույնիսկ այդ սիմվոլիկ քայլերը շատ կարեւոր են։ Եթե կուզեք առանձին դրա մասին եւս կխոսենք։ Եվ երրորդ կարծում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի որոշումն է Ֆարմանյան եւ մյուսներ ընդդեմ Հայաստանի դատավճիռը, որով վերջնականապես փաստորեն միջազգային դատարանը ֆիքսեց, որ 2008 թվականի մարտի 1-ին պետությունը, որի ղեկին Ռոբերտ Քոչարյանն էր, Սերժ Սարգսյանը եւ ամբողջ այդ խունտան իշխանության զավթիչների այդ ամբողջ շրջանակը հրաման է տվել մարդկանց վրա կրակելու, ըստ էության դա եղել է ժողովրդավարության վրա կրակոց, այդ մարդիկ ուղղակի պիտի հիմա հռչակվեն եւ այդ օրվա քաղաքական մեծամասնությունը, Հանրապետական Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, դրանք պիտի ուղղակի հռչակվեն որպես հակաժողովրդավարական ուժեր եւ հակաժողովրդավարական անհատներ, նրանց նկատմամբ պետք է սանկցիաներ կիրառվեն առաջիկա ընդհանրապես քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ, իսկ պիտի հետևանք լինի։ Կարծում եմ, որ մեծավ մասամբ ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական իմաստներով մենք ահռելի զարգացումներ ենք ունեցել 2025 թվականին։ Գործընթացներ կան, որոնք էլի կուզենայիք նշել, որոնք դեռ հետևանքներ կունենան։ Կարծում եմ, որ 2025 թվականի հունվարի 14-ին օրինակ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագիր 2025 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք արդեն հետևանք էին 2024 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այդ գագաթնաժողովի։ Եվ իհարկե կարծում եմ, որ սրանք ունեն ֆունդամենտալ նշանակություն եւ Եվրամիության որպես առանձին միություն եւ Եվրամիության անդամ երկրների հետ հիմա արդեն մենք ռազմավարական գործընկերության շուրջ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում, որոնք Հայաստանի համար լրջագույն հեռանկարներ են բացում, հատկապես Հայաստանի եւ տնտեսական զարգացման եւ հատկապես պաշտպանունակության եւ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյուններից, հատկապես օրինակ Գերմանիայի հետ ձեռք բերված վարական գործընկերության օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն։ Հայաստանը պետք է ավելի ու ավելի դիվերսիֆիկացնի իր զենքի ձեռքբերման աղբյուրները եւ այդ իմաստով իհարկե կարծում եմ, որ եվրոպական երկրները, Ավստրիան, Շվեդիան, Գերմանիան պատկառելի ներուժ ունեն ու Հայաստանի դիմադրողունակության, Հայաստանի պաշտպանունակության, Հայաստանի մարտունակության տեսանկյունից կարող են ահռելի մեծ ներդրում ունենալ։ Ներքին զարգացումների մասով Ներքին զարգացումները իհարկե այստեղ առանցքայինը եկեղեցին է, կարծում եմ, եւ եկեղեցու շուրջ խմորումները։ Ես ձեզ հետ շատ եմ ունեցել առիթ զրուցելու եւ մշտապես հավատացել եմ, որ եկեղեցու հարցերը պետք է թողնել եկեղեցու ներքին կարգավորմանը, ներքին կառույցներին եւ շատ ուրախ եմ, որ եպիսկոպոսները 10 եպիսկոպոս եւ ավելի եպիսկոպոսներ գտան իրենց մեջ այդ խիզախությունը։ Չեք գտնում, որ ճնշում է եղել նրանց վրա։ Այդ խիզախությունը ճնշում չի կարող լինել, որտեղ անձնապես ես էլ եղել եմ կապի մեջ այդ եպիսկոպոսների հետ եւ ամիսներ շարունակ
այդ եպիսկոպոսների հետ քննարկումներ են ունեցել, որ այսպես հնարավոր չի այլևս շարունակել, որովհետև հասկացել են, որ գնալով ավելի ու ավելի խզվածքը մեծանում է պետության եւ եկեղեցու, մինչդեռ մենք միշտ պիտի մեր թիկունքում զգանք եկեղեցու շունչը։ Եկեղեցին չի կարող այլ ճանապարհով գնալ, պետությունը այլ ճանապարհով։ Եկեղեցին պիտի լինի զորավիկն ու աջակիցը հայ եկեղեցու, հայկական պետականության։ Եկեղեցին պիտի լինի հայկական պետականության առանցքային գործընկերը։ Չի կարող եկեղեցին կուսակցական, քաղաքական, տարբեր ուրեմն այսպես բաներ ունենալ, հա, հայացքներ ունենալ։ Դա ընդհանուր հոտի մեջ կարող է մեծ ուրեմն ընդհարումների եւ ներքին անախորժությունների պատճառ դառնալ, մինչդեռ եկեղեցին բոլորինս է, եւ քոչարյանականներին է, եւ նիկոլականներին է, եւ իմ հետևորդներին է, այսինքն չի կարող եկեղեցին լինել մի քաղաքական ուղղության ջատագովը։ Այստեղ է եղել հիմնական խնդրեմը եւ կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի սրվել են այդ խնդիրները, արտաքին հետքը ըստ էության անթակույց խոսել է իր եկեղեցու նկատմամբ ունեցած հավակնությունների մասին, օրինակ ռուսական մամուլը գրում էր, որ եկեղեցին նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է։ Ռուսական մամուլն էր գրում։ Եվ մեր եկեղեցուց որևէ մեկը չէր հակադարձում, ասելով, որ մենք մեր ժողովրդի բաստիոնն ենք եւ ոչ մի նախկինների եւ ոչ մի ներկաների, որտեղ մեզ պետք չի, որ ոչ նախկինների հետ կապ ունենա եկեղեցին, ոչ ներկաների հետ կապ ունենա եկեղեցին, եկեղեցին պիտի լինի ամբողջ ժողովրդինը եւ քաղաքական, կուսակցական իրենց հայացքները չպիտի անդրադառնան եկեղեցու հիմնական գործառույթների վրա, լինել ժողովրդի կողքին, լինել Աստծո խոսքը փոխանցողը, լինել մեր եկեղեցու ժառանգությունը պահպանողը։ Եվ եթե ես ձևակերպումը այսպես ներկայացրեցի, ինչ գործընթաց ներքին մեր կյանքին վերաբերող կառանձնացնենք, որը հետևանք կունենա, եկեք այդ վերջինից սկսենք, քանի որ եկեղեցու թեման դուք բարձրացրեցիք, եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կամ գործընթացները, դրանք ինչպես կբնութագրեք, դա ինչ գործընթաց է եւ ինչ հետևանք կարող է ունենալ դրական կամ բացասական։ Եկեղեցու շուրջ մեկնարկած գործընթացները խորապես կապված են այդ սրբազան շարժում կոչվածի հետ, որի վերաբերյալ եւս շատ մտահոգիչ զարգացումներ եղան եպիսկոպոսի մասնակցությամբ ըստ էության ահաբեկչական խմբավորում բացահայտվեց եւ դատական գործընթաց է մեկնարկել եւ այս ամեն ինչը դրա շարունակությունն է։ Եթե ավելի վերացարկվենք, կարծում եմ, որ եկեղեցու շուրջ գործընթացը մի ավելի մեծ քաղաքական խաղի մաս է, որի հիմնական նպատակը իհարկե հայկական պետականության չեղարկումն է։ Ավելի հեռուն գնալով կարող եմ ասել, որ առաջիկա ընտրությունը, որ մեր ժողովուրդը պիտի կատարի, պիտի լինի իրականում ընտրություն խաղաղության եւ պատերազմի կամ նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի միջև։ Որտեղ իրականում մենք ունենք այսօր երկու հիմնարար, այսպես իրարից տարբերվող եւ իրար բացառող դիրքորոշում։ Շատերը, որոնք նույնիսկ 2020-ին այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կոչում էին կապիտուլյացիոն եւ պարտվողական, այսօր դարձել են այդ փաստաթղթի մեծագույն ջատագովները, ասում են, որ դա միակ փրկությունն է հայ ժողովրդի։ Եվ դրան մենք ուրեմն որպես փաստարկ, հակառակ փաստարկ բերում ենք օգոստոսի 8-ի ձեռք բերած պայմանավորվածությունները, դա համարելով իրական ձեռքբերում։ Ի վերջո օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները ցույց են տվել իրենց կենսունակությունը։ Առնվազն մենք այս ընթացքում սրընթաց փոփոխություններ ենք կարողացել արձանագրել եւ ռեգիոնալ մակարդակում Ադրբեջանի հետ հարաբերություններում երկկողմ ձևաչափով, ընդհանուր միջև Հայաստանի
փոխվարչապետն է Գաբալայում հանդիպել ադրբեջանցի գործընկերների հետ ու ոչ միայն սահմանազատման ու սահմանագծման հարցեր են քննարկվել, այլև նավթամթերք Հայաստան ներկրելու, ինչը այսօր պիտի տեղի ունենա, եթե չեմ սխալվում, ադրբեջանական նավթամթերք պիտի գա Հայաստան։ Ու սա իհարկե ֆունդամենտալ փոփոխություն է, որը չի առնչվում բացառապես Հայաստանին եւ Ադրբեջանին։ Շատ ավելի մեծ տարածաշրջանին է առնչվում ու դա հույս է ներշնչում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա միջազգային այնպիսի ուշադրություն կա եւ այնպիսի ճնշում կա, որ նոր էսկալացիայի եւ նոր պատերազմի ռիսկերը էականորեն նվազել են։ Խոսքը օրինակ Կենտրոնական Ասիայի ներգրավումն է միջին միջանցքի այս նախագծին, որի վերաբերյալ եւս Միացյալ Նահանգներում 5+1 ձևաչափով գագաթնաժողով տեղի ունեցավ։ Մենք տեսնում ենք ահռելի մեծ հետաքրքրվածություն Եվրամիության կողմից խաղաղության խաչմերուկի եւ ընդհանրապես տրիպի, այդ Թրամփի ուղու նկատմամբ։ Մենք տեսնում ենք ֆինանսական ահռելի ներարկումներ անելու պատրաստակամություն Եվրամիությունից, իսկ սա նշանակում է, որ այդ փողերը պիտի պաշտպանված լինեն նաև քաղաքական այնպիսի համաձայնություններով, որոնք չեն կարող օրինակ չեղարկվել էսկալացիայի կամ պատերազմի պատճառով։ Մենք նախորդին լսեցինք Միացյալ Նահանգների դեսպանին Հայաստանում, Քրիստինա Քուինը հստակ ցույց տվեց ամերիկյան պատկերացումները տրիպի եւ ընդհանրապես հայ-ամերիկյան գործակցության վերաբերյալ, իհարկե առանձնացնելով տրիպի կարևորությունը խաղաղության համար, բայց նաեւ Հայաստանի անվտանգության որպես կարևորագույն բաղադրիչ նշեց հայ-ամերիկյան երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները, որից մեկը առանցքային էներգետիկ համագործակցությանն է առնչվում, երկրորդը տեխնոլոգիական համագործակցությանը։ Սրանք երկուսն էլ Հայաստանի համար ունեն էկզիստենցիալ նշանակություն, որտեղ երկուսն էլ ապահովելու են Հայաստանի տնտեսական կայունությունը եւ Հայաստանից կախվածություն են ստեղծելու տարածաշրջանում, որտեղ օրինակ Միացյալ Նահանգները որոշել է, որ այդ արհեստական բանականության կլաստերները տարածաշրջանում միայն Հայաստանում պիտի լինեն։ Այսինքն տարածաշրջանը կախված է լինելու Հայաստանում այդ արհեստական բանականության կլաստերներից։ Որպեսզի փակագծերում որ տարածաշրջան, դուք ասեք ավելի մեծ տարածաշրջանն է։ Մենք խոսում ենք տարածաշրջան Հարավային Կովկաս եւ Մերձավոր Արևելք։ Գոնե ամերիկյան պատկերացումները Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք սա է։ Այնպես ինչպես Մերձավոր Արևելքում Իսրայելն է Միացյալ Նահանգների դաշնակիցը, մեր ձգտումը պիտի լինի, որպեսզի այս տարածաշրջանում Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա Հայաստանը դառնա Միացյալ Նահանգների հենման կետը եւ մենք ունենք այդ շանսը առնվազն որպես քրիստոնյա երկիր, որպես միակ ժողովրդավար երկիր, այդ ամբողջ միջին միջանցքը ուղեկցող ամբողջ այդ սահմանակից երկրներից մենք ենք միայն, որ քրիստոնյա ենք եւ որ ժողովրդավարություն ենք։ Եվ դերը մեր որն է։ Լինել այստեղ ուժեղ, լինել շարունակել պահպանել եւ խորացնել ժողովրդավարությունը եւ լինել միակը, ով անխախտ կերպով շարունակում է արևմուտքի հետ խորացնել իր հարաբերությունները, որտեղ մենք մեզ առնվազն դիրքավորում ենք որպես այդ քաղաքակրթության, քրիստոնեական արևմտյան քաղաքակրթության մաս։ Եվ մեր հավատարմությունը ժողովրդավարությանը, ժողովրդավարական արժեքներին, իրավունքներին բխում է քրիստոնեական անցյալից եւ քրիստոնեական քաղաքակրթական անցյալից ու պատմությունից եւ մեր եկեղեցին հենց այդ հիմքերն ունի եւ դրա համար նաեւ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին ձեր հարցադրմանը գալով ես կարծում եմ չափազանց նուրբ եւ զգայուն հարց է մեզ համար ընդհանրապես եկեղեցին եւս վերադարձնել այս նույն ժողովրդավարական եւ խաղաղության գործընթացների օրակարգ։